Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Մենք մտածում ենք, որ ավելի ուժեղ ենք, քան իրականում կանք։ Մի մտածեք ձեր մասին ավելի բարձր, քան հարկն է։ Հոգին հոժար է, մարմինը տկար։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Այս երեկոյի իմ ուղերձի վերնագիրն է՝ դու չես կարող խաղալ ցեխի մեջ ու չկեղտոտվել։ Ինձ դուր է գալիս սա, դու չես կարող խաղալ ցեխի մեջ ու չկեղտոտվել։ Ես մտածում եմ, որ այսօր մեր բարոյական չափանիշներն անկում են ապրել։ Երբեմն այն աստիճան, որ մենք անում ենք որոշակի բաներ, որոնք ես անվանում եմ ընդունելի մեղքեր։ Մենք մտածում ենք, որ դրանք ընդունելի են, բայց ընդունելի չեն Աստծո համար։ Մենք կարիք ունենք վերադառնալու դեպի սրբություն։ Մենք կարիք ունենք վերագտնելու Աստծո երկյուղը։ Այսօր աշխարհում շատ բաներ սխալ են, որովհետև մարդիկ չունեն Աստծո երկյուղը։ Միգուցե մենք մի փոքր շատ ենք սովորեցրել, որ Աստված քո ընկերն է, քո մտերիմն է, և չենք սովորեցրել, որ նա նաև նկատի ունի այն, ինչ ասում է։ Եվ եթե մենք չենք անում այն, ինչ նա ասում է, չարչարվում ենք դրա համար։ Աստված հրաշալի կյանք է ծրագրել յուրաքանչյուրիս համար, և չափազանց ուշ չէ, որ դուք ունենաք ձեր հրաշալի կյանքը։ Բայց Հիսուսն ասաց, եթե սիրեք ինձ, կհնազանդվեք ինձ։ Մենք պետք է ոգևորվենք, երբ լսում ենք ուղերձներ սրբության և հնազանդության և Աստծո երկյուղի մասին։ Այս թեմաներով ես գնեցի գրքեր, երբ սկսեցի լուրջ վերաբերվել Աստծո հետ իմ ընթացքին, բայց եթե հիմա փորձեմ գրել այդպիսի գրքեր, օրինակ հպարտության մասին, արդյոք կարող եմ վաճառել, ոչ ոք չի գնի դա։ Մինչդեռ հպարտությունն ամենամեծ խնդիրներից է, որ ունենք, սակայն չգիտես ինչու մենք մտածում ենք, որ դա խնդիր չէ։ Աստվածաշնչի հիմնական ուղերձը սերն է, ես գրեցի գիրք «Սիրո հեղափոխություն» վերնագրով, և դա ամենավատ վաճառվող գիրքն էր, որ երբևէ գրել էի։ Սարսափելի էր, շատ վատ վաճառվեց։ Ինչու՞, որովհետև մարդիկ չեն կարծում, որ դրա կարիքն ունեն։ Բայց եթե գրեք գիրք այն մասին, թե ինչպես $1,000,000 վաստակեք մեկ գիշերում, բոլորը կվազեն ու կգնեն այն։ Նույնիսկ վերջին ժամանակների մասին գրքերը վաճառվում են խելացնոր կերպով։ Այո, որովհետև մարդկանց հետաքրքրում է դա, բայց ես փորձում եմ վաճառել գրքեր, որոնք կօգնեն ձեզ պատրաստվելու վերջին ժամանակներին։ Ամեն։ Այնպես որ եղեք իմաստուն և գնեք այնպիսի նյութեր, որոնք կօգնեն ձեզ աճելու և հասունանալու Աստծո մեջ։ Եկեք խոսենք այս, ինչպես ես եմ անվանում, ընդունելի մեղքերի մասին, թեև դրանք ընդունելի չեն։ Պարբերաբար արվող բաներ, որոնք Աստված դատապարտում է։ Դրանք դառնում են ընդունելի մեզ համար, բայց ընդունելի չեն Աստծո համար։ Օրինակ, բամբասանքը։ Ես դանդաղ կխոսեմ։ Մենք շատ չենք մտածում դրա մասին։ Սակայն դա խնդիրներ է առաջացնում մեր կյանքում։ Ինչ կասեք ուրիշներին դատելու մասին։ Ինչ կասեք չհաղթահարված բարկության մասին։ Աստվածաշունչն ասում է, որ դու նույնիսկ չպետք է քնես բարկացած։ Ես միշտ ասում եմ, եթե ես բարկանամ, ավելի լավ է բարկանամ առավոտյան, որպեսզի մի ամբողջ օր ունենամ դա հաղթահարելու համար, և ոչ թե բարկանամ քնելուց առաջ ու ընդամենը մի փոքր ժամանակ ունենամ դրանից ազատվելու համար։ Ինչով գնաս քնելու, դրանով էլ կարթնանաս։ Բայց որքան լրջորեն ենք ընդունում Եփեսացիների 4-րդ գլուխը, որտեղ գրված է. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի, և տեղի չտաք սատանային ձեր կյանքում։ Թույլ տվեք մի բան ասել։ Սատանան մոտենում է գաղտագողի։ Առաջին Պետրոսի 5:8-ում ասվում է, որ նա շրջում է առյուծի պես։
Մենք գիտենք, թե ով է իրական առյուծը, բայց նա գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա։ Դուռ մի բացեք նրա համար և ներս մի հրավիրեք։ Երբ նա գա ու թակի ձեր դուռը, թող բաց տեղ չգտնի մտնելու համար։ Ինչ կասեք դժգոհելու մասին։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեզ ինչ-որ բան տա, այնուհետև երբ տալիս է, դժգոհում ենք, որ պետք է հոգ տանենք դրա համար։ Դուք ասում եք դժգոհելը մեղք չէ, իրականում մեղք է։ Որովհետև առաջին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխում ասվում է, որ Աստծո կամքն է, որ շնորհակալ լինենք ամեն ժամանակ ամեն բանում։ Իսկ առաջին Կորինթացիների 10-րդ գլխում մի շարք խոսքեր մեզ հիշեցնում են իսրայելցիներին, որոնք տրտնջացին և դժգոհեցին այնքան, մինչև որ Աստված այնքան հոգնեց, որ թույլ տվեց, որ օձերը մտնեն ճամբար և մեկ օրում 23,000 մարդ մահացավ։ Իսկ առաջին Կորինթացիների թղթում ասվում է, որ սա գրված է, որ մենք չանենք նույն սխալը, ինչ նրանք արեցին։ Պարզապես դժգոհել։ Մենք Աստծուն ասում ենք, որ վստահում ենք իրեն, այնուհետև գտնում ենք դատարկ բաներ բողոքելու համար։ Անցյալ շաբաթ ես դիտեցի փաստագրական ֆիլմ վաղ քրիստոնյաների մասին, որոնք ապրել են եկեղեցու հիմնադրման առաջին 300 տարիներին։ Ապա դիտեցի մեկ այլ ֆիլմ Ռիչարդ Վումբրենդի մասին։ Գուցե կարդացել եք նրա պատմությունը։ Նա սոսկալի տանջանքների է ենթարկվել կոմունիզմի ժամանակ Ռուսաստանում, որովհետև չի դադարել ավետարանը քարոզելուց։ Երբ տեսա, թե ինչի միջով են անցել այս քրիստոնյաները և ինչպես չեն հրաժարվել իրենց հավատքից, մտածեցի, մենք նույնիսկ գաղափար չունենք, թե ինչ է նշանակում չարչարվել։ Մենք մտածում ենք, թե չարչարվում ենք, երբ մեր օդորակիչը չի աշխատում 1 ժամով։ Գիտեք, ես մտածում եմ, որ շնորհակալ լինելը հոգևոր պատերազմ է։ Եվ ազնվորեն ասած, որքան շատ ենք մտածում այն մասին, թե ինչ չունենք, այնքան ավելի դժբախտ ենք դառնում, և որքան շատ ենք մտածում այն մասին, թե ինչ ունենք, այնքան ավելի շնորհակալ ենք դառնում։ Մի քանի ամիս առաջ առավոտյան արթնացա և զգացի, որ վատ տրամադրությունը մոտենում է ինձ։ Երբևէ ունեցել եք նման զգացողություն։ Հետաքրքիր զգացողություն է։ Ես բավականաչափ երկար եմ ապրել, որպեսզի հասկանամ, որ ինչ-որ բան պետք է անեմ այդ կապակցությամբ, որովհետև եթե չանեմ, սատանան կանգ չի առնի։ Եթե միջոցներ չձեռնարկեի, կունենայի մի թշվառ օր, խղճալով ինքս ինձ և մտածելով այն ամենի մասին, ինչ չունեմ, և ես սկսեցի գոհանալ Աստծուց այն ամենի համար, ինչի համար կարող էի գոհանալ։ Եվ զգացի, թե ինչպես այդ տրամադրությունը նահանջեց և անհետացավ, և ես հրաշալի օր ունեցա։ Մի եղեք ծույլ և պասիվ։ Երբ նման զգացողություն եք ունենում, ինչ-որ բան արեք։ Քանիսն են հոգնել իրենց օրերը վատնելուց այդպիսի զգացողության պատճառով։ Դուք չպետք է այդպես զգաք։ Աստված իմ որքան շատ տարիներ եմ անցկացրել ինքնախղճահարության մեջ։ Մարկոսի 7:21-23։ Որովհետև ներսից, այսինքն մեր սրտից, մարդկանց սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ։ Աստվածաշնչում հաճախ սիրտը և միտքը փոխարինում են միմյանց։ Ուստի ասվում է, որովհետև ներսից, մարդկանց սրտից, մարդկանց մտքից են դուրս գալիս չար խորհուրդներ։ Պոռնկություն, գողություն, սպանություն, շնություն։ Դուք ասում եք, ես նման բաներ չեմ անում։ Այստեղ խոսվում է այն բաների մասին, որոնց մասին մենք մտածում ենք։ Ագահություն, ավելի շատ հարստություն ունենալու անհագ ցանկություն։ Վտանգավոր և կործանարար չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, անպարկեշտ վարք։ Չար աչք, նախանձ, զրպարտություն, չարախոսություն, չարամիտ խեղաթյուրում, հայհոյախոսություն, հպարտություն, որը սրտի բարձր դիրքն է Աստծո և մարդու նկատմամբ, անզգամություն։
Այս բոլոր չար բաները, նպատակները եւ ցանկությունները ներսից են դուրս գալիս եւ մարդուն պղծում ու անմաքուր են դարձնում։ Ինչը նշանակում է անսուրբ։ Ուզում եմ, որ մի պահ մտածեք ինձ հետ։ Մենք ապրում ենք երկու կյանքով, ապրում ենք մի կյանքով, որը տեսնում են մարդիկ եւ երբեմն դա կարծես կեղծ կյանք լինի։ Մենք կարող ենք կիրակի օրը եկեղեցում մեր քրիստոնյա ընկերների առջև վարվել մեկ ձևով, իսկ երկուշաբթի մեկ այլ ձևով։ Ես ասում եմ կիրակի առավոտյան սուրբեր, երկուշաբթի առավոտյան մեղավորներ։ Ամեն։ Այն ինչ մարդիկ տեսնում են մեր մեջ, կարող է կամ լավ տպավորություն թողնել նրանց վրա, կամ ընկճել նրանց, կախված նրանից, թե ինչպես ենք վարվում, բայց Աստծուն հետաքրքրում է մեր սիրտը։ Նրան ավելի շատ մտահոգում է այն, ինչ կատարվում է մեր ներսում, քան այն, ինչ կատարվում է դրսում։ Տարիներ շարունակ ես հաճախել եմ եկեղեցի, չիմանալով, որ իմ միտքը ազդեցություն ունի իմ վարքագծի վրա։ Ես գաղափար չունեի, որ կարող եմ ընտրել իմ մտքերը եւ վերահսկել դրանք, եւ եթե սխալ միտք էի ունենում, կարող էի քշել այն եւ մտածել ավելի լավ բանի մասին։ Ես մի վկայություն ունեմ։ Այն իմ հեռախոսի մեջ է, որը չեմ բերել, այլապես կկարդայի ձեզ համար։ Դա ուղարկել է մի աղջիկ, որի հոգեբույժը նրան տվել էր Միտքը կռվի դաշնե գիրքը, եւ նա ասում է, որ ազատագրվել է տարիների կախվածությունից, թմրամոլությունից եւ զանազան սոսկալի բաներից։ Նա ասում է. կրկին ու կրկին կարդալով այդ գիրքը ես հասկացա, որ կարող եմ վերահսկել իմ մտքերը, եւ իմ կյանքը լիովին փոխվեց։ Այս երեկո ես ցանկանում եմ, որ մտածեք ձեր մտածելակերպի եւ մտքերի մասին։ Ուզում եմ հիշեցնել, կամ եթե չգիտեք, ասել, որ դուք կարող եք ընտրել, թե ինչ մտածեք։ Ես գրել եմ մի գիրք, որը կոչվում է Մտքի ուժը, եւ մարդկանց առաջարկել եմ 12 բան, որոնց շուրջ կարող են մտորել յուրաքանչյուր ամիս մեկ բանի շուրջ, որովհետեւ երբեմն մենք պետք է մտածենք ինչ որ բանի մասին կրկին ու կրկին, մինչեւ որ այն դառնա մեր մի մասնիկը։ Եվ դուք կարող եք ընտրել մտածել լավ բաների մասին։ Երբեմն Սատանան տալիս է ձեզ թունավոր մտքեր, եւ դուք կենտրոնանում եք դրանց վրա, նույնիսկ չգիտակցելով, թե ինչ եք անում։ Բայց հենց որ Սուրբ Հոգին հասկացնում է ձեզ, որ դա սխալ է, այդ ժամանակ պետք է ձեռնարկեք որոշակի գործողություններ դրանցից ազատվելու համար։ Եվ ինչպես եք անում դա։ Իհարկե մտածելով լավ բաների մասին, մտածելով ճիշտ բաների մասին։ Ամեն անգամ, երբ հայտնաբերում եք ձեզ ինչ-որ մեկի մասին վատ մտածելիս, բարձրաձայն ասեք. ես հավատալու եմ լավագույնին։ Ես հավատալու եմ լավագույնին։ Քանիսն են համարում, որ իրենց միտքն օրեցօր անախորժություններ է պատճառում։ Դա կատարվում է բոլորի հետ։ Ամեն օր ես պետք է շարունակեմ վերահսկել իմ մտքերը։ Եվ ամեն օր հավանաբար ինչ-որ պահի հայտնաբերում եմ, որ իմ մտքերն ընթանում են մի ուղղությամբ, որը պարզապես անհեթեթություն է։ Այժմ ես խոսքից գիտեմ, թե ինչպես արագ ազատվեմ այդ մտքերից, բայց դա հասկանալու համար երկար ժամանակ պահանջվեց։ Աստվածաշունչը Հռոմեացիների 12-րդ գլխում ասում է, որ Աստված ունի բարի ծրագիր մեր կյանքի համար։ Բայց եթե ուզում ենք, որ այդ ծրագիրն իրականանա եւ ոչ թե պարզապես լսենք, թե ինչպես է ինչ-որ մեկը քարոզում դրա մասին, կամ ոչ թե կարդանք դրա մասին, ապա պետք է հասնենք նրան, որ մեր միտքը լիովին նորոգվի։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում, այս ամենը սովորելով։ Եվ դա տեղի չի ունենում մի ակնթարթում։ Ես ուսումնասիրում եմ խոսքը արդեն 45 տարի, եւ հիմա ակնհայտորեն շատ բան գիտեմ։ Ինձ համար հեշտ է մտորել խոսքի շուրջ, որովհետև ես ժամանակ եմ հատկացրել այն ուսումնասիրելու համար։ Դա է պատճառը, որ մշտապես ձեզ ասում ենք ամեն օր ժամանակ անցկացրեք Աստծո խոսքի մեջ։ Հիմա այնքան հեշտ է դա անելը։ Դու կարող ես կարդալ այն, դու կարող ես լսել այն, դու կարող ես դիտել այն քո պլանշետով, դիտել հեռուստացույցով։ Այն հասանելի է ամենուրեք։ Կարծում եմ խոսքը պարզապես ծածկում է երկիրը։
Ինձ դուր է գալիս, երբ դիմահարդարվելիս միացնում եմ համակարգիչս եւ լսում ինչ-որ մեկին, որը քարոզում է մի ուղերձ, որից ես ինչ-որ բան եմ սովորում այդ օրը։ Պարբերաբար ես նույնիսկ ինչ-որ բան եմ սովորում ինքս ինձնից։ Ես շատ չեմ դիտում ինձ, որովհետև քննադատական եմ վերաբերվում ինքս ինձ։ Օ, չեմ հավատում, որ ես արել եմ դա, չեմ հավատում, որ ես արել եմ դա։ Բայց ես առաջարկում եմ ձեզ լսել ինձ, որովհետև կարծում եմ, որ կարող եք սովորել ինձնից։ Ես սովորեցնում եմ գործնական բաներ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր առօրյայում։ Ամեն։ Հավատում եմ, որ բոլորս պետք է ունենանք լավ, խելամիտ, հաստատուն վարդապետություն, բայց դուք պետք է իմանաք, թե ինչպես ապրեք, դուք պետք է իմանաք, թե ինչպես հարաբերվեք մարդկանց հետ, դուք պետք է իմանաք, թե ինչպես սիրեք ձեզ հավասարակշռված կերպով և դեմ չլինեք ինքներդ ձեզ։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես առաջնահերթ օգնեք մարդկանց։ Ոչինչ ձեզ ավելի չի երջանկացնի, քան ուրիշներին օգնելը։ Դուք չեք կարող միաժամանակ լինել եսասեր և երջանիկ։ Այդպես չի լինում։ Ես այնքան երջանիկ եմ, երբ կարողանում ենք սոցիալապես օգնել մարդկանց։ Ես սիրում եմ, որ կարողանում ենք օգնել այս մարդկանց։ Ես եղել եմ Եթովպիայում և տեսել երեխաների, որոնք այնքան նիհար են, որ պարզապես դժվար է հավատալ։ Սա կարող է ձեզ համար պատմություն թվալ, բայց նրանք իրականում կան։ Ես եղել եմ այնտեղ և տեսել նրանց և հիշում եմ մի անգամ այդպիսի ուղևորությունից հետո մեկը հարցրեց. Ինչու եք գնում և անում դա, որքան մարդու էլ կերակրեք, միևնույն է միշտ կլինեն սովի մատնված մարդիկ։ Ես ասացի, դա կարևոր չէ, եթե իմ ամբողջ կյանքում ես օգնեմ միայն մեկ մարդու, ապա արժե դա անել։ Թույլ տվեք հարցնել, եթե դուք սովամահ լինեիք և ինչ-որ մեկն ասեր, ես կտամ քեզ մեկ կերակուր, բայց դա այն է, ինչ կարող եմ տալ, կամ դու կարող ես պարզապես գնալ և սովամահ լինել, քանիսդ կնախընտրեիք այդ մեկ կերակուրը։ Նրանք նույնպես այդպես են վարվում։ Մի նայեք իրերին այնպես, կարծես դրանք չափազանց մեծ են, ոչ ոք չի խնդրում, որ դուք լուծեք ամբողջ խնդիրը, ոչ ոք չի խնդրում ինձ լուծել ամբողջ խնդիրը, Աստված ընդամենը խնդրում է, որ ամեն մեկս ինչ-որ բան անենք։ Եվ եթե ամեն մեկս ինչ-որ բան անենք, բոլորս միասին մի մեծ բան կանենք։ Ամեն։ Հաճախ մենք մտածում ենք, որ կարող ենք մեղսալի մտքեր ունենալ։ Բայց դա խնդիր չէ, քանի դեռ գործողության չենք վերածել, գուցե չենք էլ մտածում այդ մասին, սակայն մենք չենք գիտակցում, որ այդպիսի մտքեր ունենալն արդեն խնդիր է։ Գիտեք, ընդլայնված Աստվածաշնչում գրված է. մենք մեղանչում ենք մտքով, խոսքով և գործով։ Գիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ շարունակ մտածում եք ինչ-որ բանի մասին։ Շատ շուտով բորբոքվում են ձեր հույզերը, որոնք դրդում են ձեզ անելու բաներ, որոնք սովորաբար չէիք անի։ Որքան է պատահել, երբ մտածել եք, որ ինչ-որ մեկը վատ է վարվել ձեզ հետ և կրկին բորբոքվել եք ու բարկացել։ Այո։ Դուք բավականաչափ երկար եք մտածում այդ մասին և վերջում անում եք այն, ինչի համար հետագայում զղջում եք։ Մենք կարող ենք լուծել շատ խնդիրներ, պարզապես շտկելով մեր միտքը։ Մատթեոսի 5:27 և 28։ Լսել եք, որ ասվեց առաջիններին, թե շնություն մի արա, բայց ես ասում եմ ձեզ, նա ով մի կնոջ վրա նայի նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ։ Եկեք մի առակ հորինենք։ Դա այն է, ինչ Հիսուսն անում էր։ Դուք ամուսնացած եք ինչ-որ մեկի հետ, ով այնքան էլ սիրալիր չէ։ Նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ շատ սեր ու գուրգուրանք չի տեսել, բայց թեև նա սիրում է ձեզ, այնուամենայնիվ այնքան էլ սիրալիր անձնավորություն չէ, և դա ձեզ նյարդայնացնում է, որովհետև դուք մեծացել եք մի ընտանիքում, որտեղ շատ սեր ու գուրգուրանք եք ստացել և հիմա դրանց կարիքն ունեք։ Նման իրավիճակում դուք պետք է նայեք այն դրական հատկություններին, որոնք կան այդ մարդու մեջ, և չկենտրոնանաք այն բանի վրա, ինչ նա չի տալիս ձեզ, որովհետև եթե այդպես չվարվեք,
Վերջին հաշվով կանեք այն, ինչը իմ կարծիքով դարձել է ընդունելի քրիստոնյաների համար։ Եվ դա ամուսնալուծվելն է այն դեպքում, երբ իրականում չունեք հիմնավոր պատճառ դա անելու համար։ Լինում են ժամանակներ, երբ ամուսնությանը պետք է վերջ դրվի։ Ես ամուսնալուծվեցի 22 տարեկանում, որովհետև իմ ամուսինը խաբում ու դավաճանում էր ինձ։ Բայց այսօր մարդիկ ասում են, մենք անհամապատասխան ենք։ Կամ ես կարծում եմ, որ սխալ մարդու հետ եմ ամուսնացել։ Մենք պետք է հիշենք, որ այս բաներն ունեն հետևանք։ Երբ չենք անում այն, ինչ Աստված ասում է անել, կրում ենք դրա հետևանքը, ուստի եթե բավականաչափ երկար եք մտածում այն մասին, թե ինչն է սխալ տվյալ մարդու մեջ, շուտով անհագ ցանկություն եք ունենում ինչ-որ բան անելու այդ կապակցությամբ։ Ենթադրենք, դուք աշխատում եք տարբեր մարդկանց հետ, և մի տղամարդ սկսում է հաճոյախոսել ձեզ, ուշադրություն դարձնել ձեզ վրա, և դուք լավ եք զգում, որովհետև դա չեք ստանում տանը։ Դուք հայտնաբերում եք, որ սկսում եք մի փոքր ավելի լավ հագնվել, երբ գնում եք աշխատանքի։ Հետևում եք, որ ձեր մազերը հարդարված լինեն։ Այնուհետև կարճ ժամանակ անց նա ձեզ սուրճ և փքաբլիթներ է բերում առավոտյան, և դա ձեզ դուր է գալիս։ Շուտով նա խնդրում է ձեզ, որ գնաք ընթրելու։ Եթե խելացի լինեք, եթե իսկապես խելացի լինեք, հենց սկզբից կգիտակցեք, որ սատանան ձեզ նախապատրաստում է լիարժեք կործանման։ Աստվածաշունչն ասում է, եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն, և եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն։ Աստված իսկապես չի ցանկանում, որ հանենք մեր աչքերը և կտրենք մեր ձեռքերը, բայց ասում է, որ արմատապես լուծենք մեղքի հարցը։ Մի խաղացեք մեղքի հետ, այլ լուծեք դրա հարցը։ Ենթադրենք, որ մեր առակում այս կինը քրիստոնյա է և գիտի, որ չպիտի անի այն, ինչ անում է, սակայն մտադիր չէ շատ հեռու գնալու։ Նա պարզապես մի փոքր ժամանակ կխաղա ցեխի մեջ, հույս ունենալով, որ չի կեղտոտվի։ Սակայն այդպես չի լինում, որովհետև դու չես կարող խաղալ ցեխի մեջ ու չկեղտոտվել։ Ամեն։ Նա իսկապես գայթակղվում է։ Այդ տղամարդը խնդրում է նրան, որ ընդմիջմանը միասին ընթրեն։ Նա գնում է ընթրելու, հաջորդ անգամ նա խնդրում է գնալ ճաշելու։ Հիմա կինը պետք է խաբի ամուսնուն, եթե պատրաստվում է դուրս գալ տնից և ճաշել նրա հետ։ Տեսնում եք, թե ինչպես է ամեն բան զարգանում, սատանան սկսում է փոքրիկ բաներից։ Եվ այդ ամենը այնքան հաճելի է։ Եթե կինը խելացի լինի և գիտակցի, որ չի կարողանալու դիմադրել գայթակղությանը, պետք է թողնի այդ աշխատանքը և հեռանա այնքան արագ, որքան կարող է։ Ապա ես նույնպես կարող եմ լավ պատմություններ հորինել այնպես, ինչպես Հիսուսը։ Ահա թե ինչ է տեղի ունենում, դա տեղի է ունենում տղամարդկանց հետ, դա տեղի է ունենում կանանց հետ։ Եվ երբ տանը չեք ստանում այն, ինչի կարիքն ունեք, փոխանակ գնաք ինչ-որ տեղ դա գտնելու համար, աղոթեք, որ Աստված տա այդ ամենը։ Եվ Աստված կարող է փոխել յուրաքանչյուրի սիրտը։ Եվ նա կարող է քաջալերել ձեզ նրա միջոցով, ով բարի կլինի ձեր հանդեպ, ոչ թե նրա, ով կգողանա ձեր կյանքը։ Պատկերացնում եմ, որ ինչ-որ մեկը, ով հենց հիմա լսում է այս ուղերձը, գուցե այս շենքում կամ գուցե հեռուստատեսությամբ, կարող է տեսնել իրեն այս առակում, որը հենց նոր հորինեցի։ Դուք իրականում այդ իրավիճակում եք, և Աստված փորձում է խոսել ձեզ հետ, որ շրջվեք և գնաք այլ ուղղությամբ։ Ահա մեր սխալը, մենք մտածում ենք, որ ավելի ուժեղ ենք, քան իրականում կանք։ Մի մտածեք ձեր մասին ավելի բարձր, քան հարկն է։ Հիշեք, հոգին հոժար է, մարմինը տկար։ Եվ եթե չափազանց հեռու գնաք, կհայտնվեք անախորժության մեջ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։
Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։